Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ սերիալի այսօրվա անոնսը մեզ տանում է դեպի զգացմունքների ամենանուրբ, բայց եւ ամենավտանգավոր դաշտը։ Բոլորիս աչքի առաջ ծնվում ու հասունանում է մի սեր, որը կարծես դատապարտված է պայքարի հենց սկզբից։ Լեոյի եւ Լեայի սերը այնքան մաքուր է, ռոմանտիկ ու հուզիչ, որ անհնար է անտարբեր մնալ, սակայն ցավոք այն արգելված է։ Սա դասական Ռոմեո եւ Ջուլիետի պատմությունն է մեր օրերում, որտեղ երկու թշնամի ընտանիքների զավակները սիրահարվել են միմյանց, հակառակ ողջ աշխարհի։ Բոլորը, թե մակունցները, թե Սարգսյանները ամեն կողմից պնդում են, որ նրանց միությունը անհնար է, որ դա դավաճանություն է, սակայն այս երկուսը չեն հանձնվում։ Նրանց համարձակությունը հիացնում է, բայց նաև վախեցնում, քանի որ վտանգը քայլում է նրանց հետքերով։ Արդեն իսկ Ավոն ու Էռնան ականատես են եղել նրանց գաղտնի հանդիպմանը Լեայի տամբակում, ինչը արդեն իսկ լարվածություն է ստեղծում, բայց իսկական փոթորիկը պայթում է հաջորդ օրը։ Ճակատագրի հեգնանքով կամ գուցե անզգուշության պատճառով տեղի է ունենում մի միջադեպ, որը փոխում է ամեն ինչ։ Հունանը, այդ խիստ ու անդրդվելի հայրը գալիս է դստեր աշխատանքի վայր։ Այդ պահին Լեան, ում ձեռքերը զբաղված էին, անմեղորեն միացնում է հեռախոսի բարձրախոսը Լեոյի հետ խոսելու համար։ Եվ հենց այդ վայրկյանին, երբ Լեոն հեռախոսի մյուս կողմից անում է իր ամենառոմանտիկ ու անկեղծ սիրո խոստովանությունը, Հունանը մոտենում է դռանը։ Պատկերացրեք այդ պահի լարվածությունը։ Հայրը լսում է այն բառերը, որոնք ամենաշատն էր վախենում լսել։ Հունանը պարզապես հունից դուրս է գալիս։ Նրա համար սա ոչ միայն դստեր անհնազանդություն է, այլև իր թշնամու Սարգսյանների հաղթանակը իր տան ներսում։ Նա խստիվ արգելում է Լեային շփվել Լեոյի հետ, բայց մենք գիտենք, որ արգելված պտուղը միշտ ավելի քաղցր է։ Մինչ սիրային ճակատում կրքերը եռում են, սպորտային կյանքում եւս տեղի են ունենում անսպասելի զարգացումներ։ Լեոն, ոգեշնչված իր սիրով եւ վերականգնված արդարությամբ, լիովին տրվում է մարզումներին։ Նա պատրաստ է կյանքի գնով հաղթել այդ մրցույթում եւ այդ մասին հպարտորեն տեղեկացնում է իր մրցակցին՝ Վլադիմիրին։ Սակայն այստեղ սցենարիստները մեզ համար պատրաստել են մի շրջադարձ, որը խառնում է բոլոր խաղաքարտերը։ Տեղի է ունենում դժբախտ պատահար։ Վլադիմիրը ընկնում է եւ կոտրում ոտքը։ Սա պարզապես վնասվածք չէ, սա ճակատագրի նշան է։ Մենամարտը, որին բոլորս սպասում էինք շունչներս պահած, անորոշ ժամանակով հետաձգվում է։ Բայց սա ունի նաև իր հետաքրքիր կողմը։ Վլադիմիրը ստիպված է լինում երկար ժամանակով մնալ Հայաստանում։ Սա նշանակում է, որ նրա ներկայությունը դեռ շատ ջրեր կպղտորի, եւ գուցե հենց այս ընթացքում բացահայտվեն նրա ծագման հետ կապված գաղտնիքները։ Եվ վերջապես, այս ամբողջ իրարանցման մեջ մենք չենք կարող չանդրադառնալ ամենաողբերգական կերպարին՝ Դավիթ պապիկին։ Նրա մտքից ու սրտից դուրս չի գալիս այն պահը, երբ նա հիվանդանոցում տեսավ Ավոյին։ Թեև նա դեռ չգիտի ամբողջ ճշմարտությունը, բայց հայրական բնազդը չի խաբում։ Դավիթ պապիկը հոգու խորքում ապրում է անասելի ցավ։ Հիշենք, որ 20 տարի առաջ նա մեկ օրում կորցրեց իր երկու որդիներին։ Մեկը Ռաֆոն ֆիզիկապես մահացավ, իսկ մյուսին, Ավոյին, նա ստիպված եղավ ջնջել իր կյանքից, համարելով նրան կորած կամ դավաճան։ Այդ չսպիացող վերքը այսօր նորից արնահոսում է։ Դավիթի աչքերում մենք տեսնում ենք ոչ միայն կարոտ, այլև մի չարագուշակ կանխազգացում։ Արդյոք հայրը կճանաչի իր անառակ որդուն, եւ արդյոք Ավոն ուժ կգտնի ներողություն խնդրելու։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ։ Արդյոք ճիշտ վարվեց Հունանը արգելելով Լեայի եւ Լեոյի սերը, թե սերը ի վերջո կհաղթի ամեն ինչ։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, իսկ ես կշարունակեմ հետևել զարգացումներին։